Երեկ Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած եւ նրանց մասնակցությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հայտարարում է, որ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը հերթական անգամ ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը եւ այդ նպատակով շեշտել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։ Հիշեցնենք 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ ձեռք բերվել շփման գծում խախտումների քննության մեխանիզմների ներդրման եւ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին։ Այդ համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը քանիցս շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Հայկական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնել դրանք կատարել։ Ադրբեջանը մինչդեռ խոչընդոտում է նման մեխանիզմների ներդրումը։ Բրյուսելում երեկ կայացած բանակցություններին այսօր անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նա մասնավորապես հայտարարել է. «Մեջբերում եմ, բոլորին հայտնի է, ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանը բանակցությունները շարունակելու որոշ նախապայմաններ է ներկայացրել։ Ես արդեն այն ժամանակ ասում եմ, որ սա Երևանի հերթական հիմարությունն է եւ որ վաղ թե ուշ նրանք նորից վերադառնալու են բանակցային սեղանի շուրջ, պարզապես հերթական անգամ կզրկվեն հարգանքից, որն առանց այդ էլ չունեն։ Այդպես էլ եղավ, երեկ կայացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Բանակցային գործընթացը վերականգնվել է, հայկական կողմի եւ ոչ մի նախապայման չի ընդունվել։ Բանակցությունները շարունակվում են առանց որևէ նախապայմանի»։ Մեջբերման ավարտ։ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է այսօր, թե Բրյուսելում կայացած հանդիպմանը արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հերթական անգամ ընդգծել է շփման գծում լարվածությունը մեղմելու համար անհրաժեշտ է, մեջբերում եմ ադրբեջանցի դիվանագետի խոսքերը, համանախագահների ծրագրի համաձայն դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից։ Ասված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության տարածած հայտարարությունում։ Եվ չնայած այս հայտարարությունների Բրյուսելյան հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել, որ Նալբանդյանն ու Մամեդյարովի հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում եւ որ աշնանը համանախագահները նորից կայցելեն տարածաշրջան։ Հանդիպմանը հետևել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում մասնավորապես ասված է. նախարարները համաձայնեցին իրենց նախագահներին փոխանցել այս տարի ավելի ուշ բարձր մակարդակի հանդիպման համանախագահների առաջարկը։ Համանախագահներն իրենց աջակցությունն առաջարկեցին այդ հանդիպումը կազմակերպելու հարցում։ Քննարկվել է նաև ներկայիս իրավիճակը շփման գծում, նշում են միջնորդները առանց մանրամասներ հաղորդելու։ Հավելեմ նաև, որ երեկ ավելի վաղ դեռ Մաուերբախում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում կայացել էր Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության հանդիպման օրակարգում էր նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Երեկ Ղարաբաղում ստեղծված լարված իրավիճակի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելիս Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կողմերին զսպվածության եւ արդեն արկա պայմանավորվածություններին հետևելու կոչ էր արել։ Հավելեմ նաեւ, որ 2 օր առաջ Թուրքիայում Ադրբեջանի նախագահը Ղարաբաղյան խնդիրը քննարկել էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։